Տարատեսակ հրդեհավտանգ իրավիճակներ, ճանապարհների տարբեր հատվածներում քարշակումներ, վթարներ, նաև կենցաղային հարցեր։ Բարեբախտաբար Սյունիքում աղետաբեր դեպքեր չեն արձանագրվել։ Մարզային փրկարարական վարչության պետը ամփոփում է 2025-ն ու նշում, տարածքային ստորաբաժանումների համար անցած տարին ծանրաբեռնված էր։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը 87,043 զանգ է ստացել, ինչը 2024-ի համեմատ 7510-ով ավելին է։ Զանգերի մասով փրկարարծառայությանը վերաբերելի դեպքեր եղել են 1308-ը, 1308 դեպքերին մենք արձագանքել ենք օգտագործելով 3575 մարտական հաշվարկ եւ օպերատիվ խմբեր, ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես բավականին ծանրաբեռնված ու դեպքեր հագեցած տարի։ Անցյալ տարի հրդեհներից զգալի աճ կար մարզում, 579 դեպք է գրանցվել, ինչը 284-ով ավելին է նախորդ տարվա համեմատ։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով մարզում թիվ 1 խնդիրը շարունակում են մնալ հրդեհները, պայմանավորված տարբեր հիմնականում մարդկային գործոնով։ Բնակելի տարածքներ, շինություններ, անտառային հատվածներ, փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակի տարածումը Սյունիքի տարբեր հատվածներում։ Հրդեհների կանչերը մենք բավականին մեծ, այսպես ասած, պիկի հանդիպեցինք նոյեմբեր ամսին, կոնկրետ անցած տարվա, նամանավանդ անտառամերձ հատվածներում մենք բավականին շատ դեպքեր ունեցանք։ Հիմնականում ես նաև կուզեի այդ մասով մեր քաղաքացիներին հորդորել ավելորդ ինքնավստահություն չդրսևորել իրենց այգիների չորխոտը վառելուց կամ անտառամերձ հատվածում իրենց արոտավայրերում, չորխոտը վառելուց նախ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, որ չորխոտը վառելիս միայն բուսական շերտը վնասում են, այսինքն ավելի վատ է լինելու բերքը, քան թե չվառելու դեպքում կլիներ։ Մենք նաև այդ ուղղությամբ շարունակում ենք իրազեկման աշխատանքները մարզի ողջ տարածքում, անցած տարի 296 իրազեկման աշխատանք ենք իրականացրել քաղաքացիների հետ։ Տարածաշրջանի բարդ ռելիեֆը հաշվի առնելով նախորդ տարի քիչ չեն եղել նաև եղանակով պայմանավորված միջադեպերը։ 288 բեռնատար է քարշակել փրկարարական ծառայությունը, իսկ նոր տարին մեկնարկել ուժեղացված ծառայությամբ։ Հունվարի 29-ի դրությամբ միջպետական մայրուղին փակվել է 12 անգամ։ Միայն ուժեղացված ծառայության ժամանակ փրկարարծառայության ստորաբաժանումների կողմից քարշակվել է ճանապարհի երթևեկության մասնակիցների խոչընդոտ հանդիսացող 121 մարդատար մեքենա, 80 բեռնատար մեքենա, քաղաքացիներից առաջնային կետեր օգնության են դիմել 36 քաղաքացի, որից 12 օտարերկրյա քաղաքացի, այսինքն աշխատել ենք, այսպես ասած, ծանրաբեռնված ռեժիմով բավականին։ Սովորական ահազանգերից ու ամենօրյա կանչերից զատ հունվարյան 2 օր տևած բքի հետևանքով 321 մարդատար եւ 53 բեռնատար մեքենաներ են քարշակվել։ Ընդհանուր առմամբ այդ օրերին 1822 քաղաքացու ցուցաբերվել է իրավիճակից բխող տարբեր օգնություն։ Դավիթ Հովհաննիսյանը նշում է, չնայած նրան, որ գրեթե միշտ աշխատում են 24/7 ռեժիմով, բայց թվերը հուշում են, տարին մեկնարկել են գերծանրաբեռնված։ 46 մեքենա այդ օրերին կոնկրետ մնացած ու արգելափակված են եղել բուքի հատվածում, իսկ իրենց մեքենաների շրջակայքում ձյան շերտը 1.5 մետր քամին բերել լցրել էր, հնարավոր չէր ուղևորները դուրս գային, վարորդները դուրս գային եւ փրկարարծառայության կրկին ստորաբաժանումների արագ արձագանքման արդյունքում, նաեւ այլ գործողությունների փրկարարական արդյունքում 139 քաղաքացու եւ վարորդ եւ ուղևոր մեզ հաջողվել է դուրս բերել ձեռնաբքի միջից, տեղափոխել առաջնային օգնության կետեր։ Հաշվի առնելով մարզի խնդրահարույց ճանապարհները միջպետական մայրուղիներում տեղադրվել են եռալեզու վահանակներ։ Դրանց շնորհիվ դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիները կարող են դիմել փրկարար ծառայություն հետագա խնդիրներից խուսափելու համար։ Կառույցից հորդորում են ցանկացած արտակարգ իրավիճակում չդրսևորել ինքնավստահություն եւ դիմել փրկարարների օգնությանը։ Նարեխ Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։